Արարատ հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում Հայաստանում և ԱՄՆ-ում, ինչպես նաև գործունեություն է ծավալել Արցախում, որի մասին ավելի մանրամասն կլսենք ծրագրի ընթացքում։ Այսօր նաև հարգում ենք Արարատ հիմնադրամի համահիմնադիր պարոն Ֆրեդ Վարդանյանի հիշատակը, ով կյանքից հեռացավ ցավոք 2020 թվականին։ Սակայն նա միայն ֆիզիկապես մեզ հետ չէ և շարունակում է ապրել, քանի դեռ մենք նրան հիշում ենք և նա շարունակելու ապրել, քանի դեռ մենք շարունակում ենք իր սկսած գործերը։ Եվ այստեղ սիրելի հյուրեր ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես ձեզ բոլորիդ, որովհետև ձեր աջակցության շնորհիվ է, որ Արարատ հիմնադրամը կարողանում է իր բարեգործական գործունեությունը շարունակել։ Այսօր մեր հյուրերի թվում են պատվավոր հյուրեր Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Custom Probiotic Company ղեկավար Հարութ Բրոնոսյանը և հարգելի Հարութ Սասունյանը, California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սիրելիներս մեր գլխավոր հովանավոր Հարութ Բրոնոզյանին, որը երկար տարիների Արարատ հիմնադրամի հովանավորն է եղել և պարոն Ֆրեդ Վարդանյանի լավագույն ընկերներից մեկը։ Պարոն Բրոնոզյանը այսօր մեզ հետ է և խնդրում եմ, որ բոլորս մի հատ ծափահարենք նրան։ Շնորհակալություն։ Մեր հովանավորն է նաև Արմեն Վարդանյանը, մեր իսկ Արարատ հիմնադրամի անդամներից մեկը և պարոն Ֆրեդ Վարդանյանի որդին, շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ենք մյուս բոլոր հովանավորներին, բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են, և շատ-շատերին, որոնք մեզ հետ չեն այսօր, բայց այս 20 տարիների ընթացքում միշտ եղել են Արարատ հիմնադրամի կողքին և հովանավորել և աջակցել են մեր ծրագրերին։ Շնորհակալություն նաև այս գեղեցիկ Stars on Brand սրահին մեզ հյուրընկալելու համար։ Սիրելի հյուրեր, հայ ազգը շատ դժվարություններ է անցել, ցեղասպանություն, պատերազմներ, ունենք չլուծված բազմաթիվ խնդիրներ, գերիներ, քաղ բանտարկյալներ Ադրբեջանում։ Այս ամենը տեսնելով, անկեղծ ասած, երբեմն մարդիկ հուսահատվում են։ Եվ դրա համար ուզում եմ ասել, թե ինչն է անձամբ ինձ ուժ տալիս շարունակել աշխատել։ Դա այն գիտակցությունն է, որ կարող եմ գոնե մեկ մարդու կյանքը փոխել և բարելավել։ Իսկ այդ մեկ մարդու կյանքը փոխելով, միգուցե նրա միանգամից կփոխվի դեպի լավը նաև նրա ընտանիքի կյանքը։ Կարողանալ օգնել նույնիսկ մեկ երեխայի ստանալ կրթություն և հասնել իր պոտենցիալին։ Այդ մեկ երեխան ապագայում կարող է տաղանդավոր բժիշկ կամ գիտնական դառնալ և իր հերթին մեծ ազդեցություն ունենալ շատերի կյանքում։ Ուրեմն սիրելիներս, եկեք շարունակենք օգնել և օգտակար լինել և դառնալ շատ մարդկանց կյանքում այդ հույսը, որի կարիքը նրանք այդքան ունեն։ Սիրելի հյուրեր, հիմա մի փոքր հատված անցնեմ անգլերենի, եթե դեմ չեք։ Dear guests, tonight it is my great pleasure to introduce Los Angeles City Council member for the 2nd District, Adrin Nazaryan. Prior to that, Adrin Nazaryan has been a member of California State Assembly 46th District from December 2012 to December 2022. Adrin Nazaryan's political career and achievements are very rich. The list is too long to name them all, so I just really want to mention that we are proudly considering Adrin Nazaryan a friend of Ararat Foundation and are very grateful to have him tonight with us. With that, please welcome Los Angeles City Council member Adrin Nazaryan.
Thank you for that warm welcome, Arminajan. Appreciate the kind words. And thank you all for having me here and for your warm welcome as well. I just wanted to take a brief minute. March 19 is my birthday. And so since it's in the middle of the week, it's a little harder to get together. So that's just the time when we cut the cake. Tonight, we were supposed to go out with some friends and celebrate. So when I found out about this event, I couldn't miss it. So I delayed that dinner so that I could be here with all of you. And I'll tell you why. All good, all good. I do it again. But let me tell you why. There are many organizations that, by the virtue of what they stand for and the individuals that they bring in, are either political, economic, spiritual, social, and they do big things. We hear about the Armenian Assembly, we hear about ANC, we hear about many of these major organizations that some of us here also belong to, that work on bigger political infrastructure-related issues. But it's the very organizations like Ararat that have the individual impact that I so appreciate and love. I myself have always wanted to work on bigger things, and thanks to many of your support, I've had the opportunity to serve in public office and have had the opportunity to work on some major big projects. But because of your work, I was also very much invoked to take up my own project. So when my father passed away 2 years ago, my family and I got together and we decided to support a school in Gerarkunik region in Jambarak Gyur. It's one of the elementary schools numbered either 2 or 3, I can't remember which one. But we raised money. A lot of our friends were very generous in their support as well. We sent it over and we were able to refurnish all of their beds and classroom furniture as well, along with some books. And just last summer, I took my family to Armenia for the first time. I've been there multiple times. It was the first time for my family. And I made it a point for us to go there and visit that school. Because it's very difficult when your kids are growing up in a place like the United States to feel a certain sense of connection. Many of us here weren't born here. We came here because of circumstance or situation. I myself, my family left Iran in 1981. And it took our family about 7 years until we were all reunited. All 7 of us were reunited, including my grandmother and my aunt. Many of you have similar stories as well. But because of that, it's been seared into my memory of why I do what I do. It's not necessarily the same for our kids who are born into abundance in the United States. And by age 8 or 9, they have a cell phone or an iPad, and they keep busy with all of that. So it's important to give them reason to look forward to know what their identity is, why it's important. The why it's important part, I think if you take them there a few times, that'll come to them. So I know I'm preaching to the choir right now, but I just want to tell you also that because of your work, I was inspired to do the same and to adopt a school myself, at least for my family to adopt a school. So thank you for what it is that you do day in, day out. And thank you for always keeping your mission ahead of you, of what you're serving. Political winds come and go. Right now, Armenia is probably facing one of its darkest chapters. And it's very difficult because it takes a toll on all of us here. So as we look ahead, as we keep fighting the good fight of making sure that piece of little dirt that's drenched with the blood that carries our DNA continues to survive, the very steps that you're taking in supporting one school at a time
is going to be the foundation building block that's going to help make sure that Armenia stays long into the future in its place, intact. That's one. Two, I couldn't leave the stage without just saying a quick word about my good friend Fred. Anajan, thank you for sharing Fred with all of us. I'm only sorry that I got to know him for about 4 years. I met him while I was in office, but even during that time, I had a very rich exchange and opportunity to get better acquainted with him. And I so admired his love. It's people like Fred who make this world a better place. It's people like him that make sure that things that need to happen, the little things that need to happen that impact everyday life, happens. So to the Vartanian family, thank you very much for sharing him with all of us. Thank you for carrying on his legacy, and thanks to all of you for wanting to carry his legacy and do the work that he would have been so proud that all of you are carrying on and doing. With that, I'm very new to city council yet, so I don't have the very, I don't even have my business cards yet, and I don't have the framed certificates. But this is the one that I wanted to be able to at least bring and make sure that I'm recognizing your work. And in future years, I'm going to bring you bigger ones. But it's a certificate of congratulations praising the work that Ararat Foundation has done on March 6, 2025. On behalf of the city of Los Angeles, it is my pleasure to congratulate you on your 20th anniversary. I commend you for your inspiring efforts to uphold Armenian heritage through educational, cultural, and humanitarian programs. Your continued dedication to serving the community demonstrates that it is possible to make a meaningful difference through diligence, kindness, and hard work. I wish you all continued success. Thank you all very much. Thank you very much, Adrin Nazaryan. Իսկ հիմա սիրելի հյուրեր, պատիվ ունեմ ներկայացնել Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանին ողջույնի խոսք ասելու։ Շնորհակալություն։ Դակավին 24 ժամ չէ եղած, որ ես վերադարձած եմ մայր հայրենիքեն Հայաստանեն։ Եվ առաջին ցերնարգն է, որուն մասնակցություն կբերեմ, խնդրան ներկայացվեց, որ նաև իմ սրտի խոսքը ներկայացնեմ։ Եվ պատշաճ է, որ այս երեկո այստեղ լայի մանավանդ, երբ դուք գտոնախմբեք Ֆրեդերիկ Վարդանյանցի բարի իշադակը, որպես հիմնադիր Արարատ հիմնարկի։ Հիմնարկ, որուն նպատակ եւ առաքելությունը եղած է գամուրջ ստեղծել թեպի մայր հայրենիք, թեպի Հայաստան, որպես յուրաքանչյուր հայու հոգու եւ սրտի մեջ սերը եւ նվիրումը եւ գոչումը արթուն մնա, որովհետեւ մեր գոյությունը Հայաստանի դուրս պայմանավորված է հայրենիքով, Հայաստանով։ Այնքան ժամանակ մեր հայացքը գուղենք թեպի մայր հայրենիք, թեպի Հայաստան, ուխտակնած ենք թեպի մայր հայրենիք, այնքան ժամանակ մենք կշարունակենք որպես սփյուռք գոյատևել։ Անցնող 5 օրերում, որ Հայաստան կգտնվեի, ես իմ ժողովական կյանքի նաև համադեղ նախընտրեցի հանդիպումներ ունենալ հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպության հետ, որոնք արդեն 25 տարիներ ի վեր մեր գլխավորությամբ մնայուն կերպով ուխտակնացություններով կուզենք նաև մեր երիտասարդության հոգու մեջ արմատավորել սերը հայրենական, այնուհետև այցելություն ունեցանք եւ ամերիկյան համալսարանի դոնորենության հետ
եւ մասնավորապես Երևանի Պետական համալսարանի Արցախահայ երիտասարդության հետ միասին։ Չեմ ուզեր մանրամասնությունների մեջ երթալ, բայց կուզեմ այնքան ասել, որ հատկապես մեր հանդիպումը Արցախահայ երիտասարդության հետ միասին չափազանց տպավորիչ էր, որովհետև ինչքան իրենց աչքերու մեջ կար հուզում եւ ցավ, բայց նաեւ հույս կար թեպի վաղվան բայցարաբական, հույս կար, որ իրենք պիտի դառնային վաղվան մեր ժողովրդի առաջնորդները եւ ղեկավարները, որովհետեւ իրենցով նաեւ մենք շարունակենք ներշնչվել։ Այս իմաստով նորոգված սրտով եւ հոգով երբ կվերաթարնամ Մայր Հայաստանը եւ կհանդիպիմ ցեզ որ 20 տարիներ շարունակ Ararat Foundation անունը գրող հաստատության միջոցով հասած եք հայրենիք, ձեր նյութականը ներդրած եք այնտեղ որպեսզի հոգի գերդեք, գլխավորությամբ եւ հիմնադրությամբ Ֆրեդերիկ Վարդանյանցի այս գործողությունը, այս ակտը միայն շնորհավորելի է, որուն համար եկած ենք նաեւ միաստապար դոնախմբելու 20-րդ տարեդարձը Ararat Foundation-ին։ Ես կմաղթեմ, որ ձեզ մեր յուրաքանչյուրը օրը որ գաբրիկ, յանքը որ գաբրիկ, մշտապես կաբեք մայր հայրենիքին։ Եթե այս կազմակերպությունը Ararat Foundation-ը դեսիլքովը եւ համոզումովը եւ հավատքովը գլխավորությամբ Ֆրեդերիկ Վարդանյանցի նպատակ ունեցավ հասնել հոգեվորապես կապ պահելով նաեւ մայր հայրենիքի հետ, հետևաբար մեր բարդն է այս երեկո այս տոնախմբությամբ մեր ուխտը գրգնել, որ պիտի շարունակենք նվիրական այս առաքելությունը հայրենիքով եւ հայրենիքի համար։ Ես ի բոլոր սրտեր կշնորհավորեմ Ararat Foundation-ի խնամակալ մարմնի բոլոր անդամները, կշնորհավորեմ նաեւ ձեզ բոլորդ, որ հավատացողն եք եւ այս շամփով կուզեք նաեւ հասնել մայր հայրենիք։ Յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր հաստատություն, որ քարը գտնե մայր հայրենիքի ներս, այդ քարը կմնա հայրենիքի համար։ Իմ խոսքը փոխաբերական իմաստով, յուրաքանչյուր քար դբրոց մնե, յուրաքանչյուր քար եկեղեցի մնե, յուրաքանչյուր քար համալսարան մնե, եւ այդ ցևով է որ երգիրը կզարկանա, հզոր կդառնա մեր մայր երգիրը հայրենական։ Թող Աստված օրհնե մեր մայր երգիրը Հայաստան, մանավանդ այս օրերուն, այս դժվարին եւ փորձության ժամանակներում մեջ առավելապես մենք պիտի հավատք դարձնենք այն գլխավոր բանալին հաղթելու համար բոլոր տեսակի փորձությունները, որ ժամանակի հետ միասին գուքան մեզ երբեմն թերևս տգարացնելու, երբեմն մարդահրավերներ, որոնք նաեւ հուսալքելու մեզ, բայց պիտի հիշենք միշտ մեր նախնյաց քաչարի ոգին, պիտի հիշենք միշտ այն երիտասարդները, որոնք իրենց ամենեն թանկագինը տվին, պահմը երևակայեցեք, ավելի քան 4000 երիտասարդներ ինչ տվին, իրենց արյունը տվին մայր հայրենիքի հողի համար, տվին իրենց արյունը եւ իրենց կյանքը ամենեն նվիրական, ամենեն թանկագին նվերը տվին, այդ կյանքը չեն դրնար իրենք ունենալ վերստին, բայց մենք պիտի ունենանք այդ կյանքը, որուն համար մենք երախտաբար պետք է ելանք, որուն համար եւս մենք մեր հոգու բարդքը պիտի կատարենք, այն ինչ որ մենք կրնանք կատարելու հոգով, սրտով, կատարելապես եւ բոլորանվեր նաեւ նվիրումով եւ ծառայությամբ։ Հայրենիքը մշտապես մեզ եւ գալիք սերունդներուն պիտի սպասե։ Դանք ուրախությամբ Դանք հոգամփոց սորությամբ հավատալով, որ մեր զավակներուն համար ամենե թանկագին նվերը պիտի շարունակել մայր Հայաստանը։ Ողջույն ձեզ բոլորիդ։ Good evening. Hello to everyone and thank you for being here. On behalf of the Ararat Foundation Board, I want to obviously thank everybody for being here with us tonight. My name is Fred Sarkisian. I have the honor of serving as the president and treasurer of Ararat Foundation's board.
Before I continue, I want to take a moment to introduce the rest of our board members for their dedicated time. So as I call your names, if you could please stand up and say hi to everyone. I'll start with Laura Melikian, co-founder and CEO. Laura is not here. You have to do, is Laura here? Tangni. There's Laura. Armine Zakarian, Vice President. Maral Anjargolian, Vice President and Community Liaison. Gayane Gevorkian, Vice President, Rural Projects. Rita Madesian, Vice President of Special Projects. Ani Gasparian, Social Media and Website Director. Arben Vartanyan's advisor to the board. Nani Shirikichyan, advisor to the board. Lucine Makirchan, the president of Ararat NGO in Armenia. Tamara Grigorian, correspondent in Armenia and member of Ararat NGO. And Helen Alice Haig, special consultant and advisor to the board. It's a long list, we have a lot of people. And Rachel Melikian, advisor and secretary. You obviously couldn't leave out Fred Vartanyan's co-founder of Ararat Foundation. So for 20 years, Ararat Foundation has been proudly serving both the local community and the community in Armenia. Over the course of the evening, you'll hear more about Ararat Foundation's accomplishments over the last 2 decades. And more importantly, where we're headed in the future. I have the privilege of working with Ararat Foundation for the last 10 years. Tonight, I wanted to briefly share my personal journey with Ararat. So 11 years ago, I met Fred Vartanyan. Naturally, our conversation turned towards everything Armenia related. For the next 6 months, every time I spoke with Fred, he asked me to join the board as an advisor. Not because he needed me to take on any projects, he didn't have a particular role for me, but simply he would say, just be a part of it. He would say, and I quote, you're young, if you join, people young like you will join and they'll follow. So week after week, I politely declined. After a while, I told him, Fred, I said, look, I think I have half a brain. I think I can do something good. I think I can actually contribute. Eventually, we came to an agreement. I joined the board. It wouldn't be for optics. I'd roll up my sleeves, and I'd really just get involved. And that's exactly what happened. I joined. I never looked back. And before long, people were calling us Big Fred and Little Fred. I guess if it wasn't for Big Fred, Little Fred wouldn't be here with all of you tonight. So thank you, Big Fred. With that, please join me in welcoming Ararat Foundation's co-founder and CEO, Laura Melikian.
ցածիր ժամադի գա իմ սրտի զինվորը երդում պիտի տա Սիրտը իմ հենց քեզ է լուր սպասում Աչքերում կարոտ հպարտություն Դե եկեք մայրերն են աղոթում Սպասում են միշտ արդում Սրտերում թող հույսը չմարի Աչքերում հայ աղջիկների Մարտերը այլևս դադարի Զինվորի տունարի Սիրտը իմ հենց քեզ է լուր սպասում Աչքերում կարոտը պարտություն Դե եկեք մայրերն են աղոթում Սպասում են միշտ արդում Սրտերում թող հույսը չմարի Աչքերում հայ աղջիկների Մարտերը այլևս դադարի Զինվորին տունարի Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, բարի երեկո, հարգարժան հյուրեր, այս երգը, այս հարսանիքը նվիրված էր զինվորներից մեկին, որը մենք լավ ճանաչելով իրեն, հովանավորելով, գործը հասցրեցինք հարսանիքի և հետո երեխա ունեցավ և այս փոքր վիդեոն երաժշտությունը մի քիչ փոխել էին, անվանում եմ զինվոր տուն արի։ Եվ այսօր նախ Ararat Foundation կազմակերպությունը բոլորիդ շնորհակալություն է հայտնում ներկա լինելու համար այս գեղեցիկ սրահում և ցանկանում է լավ ժամանց, բայց մինչև այդ ես կցանկանայի, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր մեր զոհերի հիշատակը, որոնք մենք կորցրել ենք և կռվի ժամանակ, անիմաստ կռվի ժամանակ, և կովիդի ժամանակ մենք կորցրեցինք մեր բավական քանակությամբ մարդկանց և հիմա խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք իրենց հիշատակը։ Կանգնենք և մեկ րոպե լռությամբ հարգենք իրենց հիշատակը։ Մենք հասկացանք, որ մենք պետք է լինենք ժողովրդի հետ։ Հայ ժողովուրդը մեծ կորուստներ ունեցավ։ Այդ ընթացքում այլ ժողովուրդները աճում էին քանակապես, որովհետև երկիրը առանց քանակի չկա, չի լինի։ Պետք է լինեն մարդիկ, պետք է լինեն առողջ, հասկացող, աշխատող մարդիկ։ Եվ մեր 2025 թվի նպատակը դա է ստեղծել այնպիսի արտադրանք երեխաների համար, որ կարողանան իրենց դպրոցը վաճառեն և իրենք ստանան այդ համույթը, որը մենք իրենց ուզում ենք օգնենք։ Այսինքն, եկեք գյուղերին ոտքի կանգնացնենք, ապահովենք աշխատանքով, հետո թող գնանք ուրիշ գյուղ, որովհետև այնքան կարիք կա, որ ուր էլ գնանք, ինչքան էլ գնանք, քիչ ենք։
Մյուս սլայդ խնդրեմ։ Սա մեր ընկերների հետ մեր նկարն է, ես հաճույքով ներկայացնում եմ ձեզ։ Սա մեր առևտուրն է, որը մենք անում էինք, որպեսզի օգտակար լինենք մեր գյուղերին։ Մյուսը խնդրեմ։ Եվ վերջապես ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում ուշադրության համար եւ ցանկանում եմ ամենայն բարիքներ մեզ բոլորիս։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլոր ներկաներին, շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, կիսում եք մեզ հետ Արարատ հիմնադրամի 20-ամյա տոնակատարությունը, աջակցում եք ձեր ներկայությամբ արդեն մեր 2025 թվականի նախագծին եւ իհարկե այստեղ եք պատվելու մեր շատ սիրելի հարազատ անգին Ֆրեդ Վարդանյանի հիշատակը։ Ֆրեդին ես հանդիպեցի 14 թվականին, ինքը միշտ օգնում էր, միշտ այնտեղ էր, որտեղ իր կարիքը կար։ Ու հանդիպեցի 14 թվականին, երբ մի ընդհանուր ընկերոջ առողջական հարցերի շուրջ շատ մտահոգ հանդիպում էր կազմակերպել։ Զրուցեցինք, խոսեցինք, իմացավ, որ ես էլ իմ կազմակերպությունը ունեմ, սահմանը, որը սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով է զբաղվում, ոգևորվեց ու իր սովորության համաձայն, քանի որ առիթը ու պատե առիթը բաց չէր թողնում բոլոր երիտասարդներին ներգրավելու, սոսնձելու, որպես Արարատ հիմնադրամի հետագա շարժիչ ուժ, ինձ էլ համոզեց ներգրավել Արարատի գործունեության մեջ, ինչի համար անչափ շնորհակալ եմ իրենից, որովհետև Ֆրեդի մասին կարելի է երկար խոսել, բայց այն նվիրումը, այն անձնազոհ մոտեցումը, այն անհեզր համբերությունը, այն անշահախնդիր օգնությունը ու ֆանտաստիկ համեստությունը, որով ինքն էր օժտված, ես նման մարդ չեմ հանդիպել։ Անչափ շնորհակալ եմ այն ժամանակի ու տարիների համար, որ հնարավորություն եմ ունեցել հաղորդակցվել, աշխատել Ֆրեդի հետ ու մի փոքր բան փորձել ենք անել։ Ներգրավել եմ Տիկին Անահիտ, Արմեն, Ֆրեդի ընտանիք, ես այսօր ձեզ եմ շնորհակալ Ֆրեդի համար։ Ինչպես Արմինեն ասեց, ինքը մեր հետ չի ֆիզիկապես, բայց միշտ մեզ հետ է հոգեպես։ Ես շատ հաճախ եմ իրեն հիշում ու իմ աղոթքներում շատ հաճախ եմ հիշատակում։ Ու այսօր մեզ համախմբողը, կապողը էլի ինքն է։ Եվ մեր մոտիվացիան ու մեր պատրաստակամությունը ու պարտավորվածությունը շարունակելու Արարատի գործունեությունը էլի կապված է իր հետ, իր միջոցով, իր շնորհիվ։ Այս Ֆրեդի մասին, շատ սիրելի հարազատ Ֆրեդի մասին։ Հիմա անցնելով մեր այսօրվա ծրագրին, կուզեմ ձեզ ներկայացնել Նազանի Նազանյանին, մեր այսօրվա օրվա արտիստը, մի շատ տաղանդավոր հրաշալի կին, արև, որը որ տեսնում եք նրան վերջում, ամբողջ երեկոյի ընթացքում նա ստեղծագործում է։ Բացի դա դուք տեսնում եք նաև դրված Նազանի աշխատանքները, որոնք silent auction են, ունեն իրենց նախնական արժեքը, ունենք գորգերը մեր մանուկների, Տիկին Լաուրան ասեց ձեռքի աշխատանքները, որոնք եւս դրված են վաճառքի։ Ավելորդ է նշել, որ այս ամբողջ գումարները գոյացված գնալու են Հայաստան ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն, որ մեր հետ եք։
Okay. Սիրելի հյուրեր, հիմա ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր երիտասարդ եւ շատ տաղանդավոր Զեփյուր խումբը Նարեկ Ժամկոչյանի ղեկավարությամբ, նրանք մեզ համար կերկեն շատ գեղեցիկ երգեր։ Սրտանց մենք շատ շնորհակալ ենք այս տաղանդավոր երիտասարդներին, որ այսօր իրենց ներկայությամբ ել ավելի են գեղեցկացնելու մեր երեկոն։ I want to introduce our very own Arad Foundation Board's special consultant, Helen Haig. Helen Haig is the owner and founder of the Haig Group, a management consulting company specializing in policy development, strategic planning, leadership advancement, and government relations.
Before that, she served as Deputy Director for Policy under Governor George Deukmejian. Ms. Haig got her start in government and politics when she consulted on budget presentations for NASA JPL for the Reagan White House. She also worked with the Bush Senior White House on economic development issues. Ms. Haig has always been passionate about our Armenian community and has served on various non-profit boards, including currently as Secretary of the Board for the World Affairs Council of Orange County, as a member of Southern California Leadership Council of the Armenian Assembly, and as a board member of Ararat Foundation. She has received a number of awards and commendations, including a congressional commendation for the community service. Helen is most pleased to serve Ararat Foundation consultant for youth program development, and she will talk about it briefly now. Please welcome Helen Haig. Շնորհակալ եմ Արմինե ջան։ Մի քանի մփարեր պիտի ասեմ հայերենով եւ շատ կարճ պիտի խոսեմ մի քանի մփարեր պիտի ասեմ անգլիարենով։ Մեր Ֆրեդը այդքան որ կսիրեր մեր Հայաստան եւ Արցախ, այդպես մեր երիտասարդությունները կսիրեր։ Միշտ կխորեր Each beginning Samar. He often used to say, Helen, we got to get Armenian kids to marry each other. How are we going to do it? So he formed Hayam. Yeah, we made kef arink. We had parties and opportunities for the kids to meet each other. We both felt that we have to have a strong Zoravor diaspora, because if we stay strong, then we have the resources to help Hayastan. And we can be prepared for any opportunities that come for restorative justice. So, Misht Kasem, Shunaragayim, Fred, Kusirid Hamar, Chelket Hamar, Khordzid Hamar. And the board now sees that many organizations here in Southern California are having events and opportunities for our young people to meet and spend time with people who have the same cultural background and feelings and experiences. And so what we've decided to do is to do everything we can to support the organizations that are already doing things for our young people. And if we see that there's something that's needed that others would prefer not to do, then we will step in and do it. So I'm proud to be a member of the board of Ararat Foundation and look forward to a bright future. And I'm sure Fred is looking down and smiling. Thank you. Սիրելիներ, ուզում եմ ներկայացնել եւս մի գեղեցիկ խումբ, երիտասարդ եւ տաղանդավոր խումբ, դիմավորեք Հայկ եւ Անի դուետ։ Բարի երեկո ձեզ բոլորին, շնորհակալություն ներկայացության համար, ներկայացնեմ քուրիկիս Անիին եւ Զեփյուրի Ալեքսին եւս մեկ անգամ։ Մեր ընտանիքում մենք մեզ հայ են պահել մեր երգերով, մեր մշակույթով, երկու պարով։ Փոքրուց ես ու Անին իրար հետ երգել ենք, պարել ենք, ամեն ինչ արել ենք ու կարծում եմ, որ դա շատ կարևոր ազդեցություն է ունեցել մեր հայ լինելուն, հայրենասիրության։ Եվ դրանով ուզում եմ ներկայացնել ձեզ 3-4 հատ երգի, որը կարծում եմ պիտի որ ծանոթ լինի ձեզ բոլորին։ Այս առաջի երգը ստացվում է, որ Ռուբեն Հախվերդյանի ամենաառաջի գրած երգն է լինում։ Իսկ Ալեքսը արդեն ամիսներ է ուզում է այս երգի տակ բոնգո նվագի։ Վերջապես առաջի անգամ բոնգոյով ներկայացնում ենք ձեզ ձյուն։
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին մինչև լույսերը հանգան ու ձայները լռեցին ու հանկարծ գիշերվա մեջ ինչ որ բան զրնգաց խենթի պես պարելով պատիլներն ինչ անցած Ձյունը երկում, ձյունը իջնում է թեթև, ձյունը իր հեքիաթն է պատմում Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, երկով լցրին քաղաքը ձեր Ու երասոտ կտուրներին, վերին ջերմակ հանդարտություն ու երաշկոտ կտուրներին վերին ջերմակ հանդարտություն Ձյունը գալիս է դանդաղ Ձյունը երկն է երկում Ձյունը իջնում է թեթև Ձյունը հեքիաթն է պատմում Ոսկե ծամ գեղեցկուհի Առանց քեզ ես չեմ ապրի Առանց քեզ ձյունը ջերմակ շատ շուտով կդադարի Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում Ձյուն, սպիտակ ձյուն, սպիտակ ձյուն Մեղքերիս պես թողություն, սպիտակ ձյուն Իմ ջերմակ ընշություն, սպիտակ ձյուն Իմ ջերմակ մանկություն Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իշան ներքև, երկով լցրին քաղաքը ձեր Ու երասկոտ կտուրներին, վերին ջերմակ հանդարտություն Ու երասկոտ կտուրներին, վերին ջերմակ հանդարտություն Շնորհակալություն Hello again, everyone. It's my distinct honor to introduce Dr. Maral Anjargolian. Maral serves as the Vice President and Community Liaison to Ararat Foundation's board. Professionally, Maral is a clinical pharmacist at the Department of Veteran Affairs, a former professor at UCLA. She holds a PhD in pharmacology from the University of London, underscoring her commitment to the field. In addition to her professional achievements, Maral is deeply dedicated to serving the Armenian community. She currently leads as the president of the Irakahai Miutum. She holds key roles in the Pan-Armenian Council and the United Armenian Council of Los Angeles. Please join me in welcoming Dr. Maral Anjargolian. Thank you, Fred, for the nice introduction. I am always happy whenever հայկական մտնորդի մեջ գլամ։ Ուզեմ հայերեն խոսիմ, որտեվ մե քանի բաներ կա, որ ուզեմ հայերեն բարերը գործածել։ Եղավ 35 տարի է, որ ես Հայաստան գերտամ, դարին 2 անգամ։
Առաջի անգամ որ կասիմ 35 դար առաջ մի հատ ընտանեկան հարցանիք ունեինք, գաբվեցա այնտեղ, բայց ինչ որն է, այսօր գուզեմ Արարատի մասին խոսեմ։ Շատ մգազմագերբություններում մեջ եմ, ինչպես որ սա բանը, բայց Արարատը շատ special բան է ինձ համար։ Ինչպես որ Լաուրան ամեն բացատրեց ինչ գործեր երենք Արարատ Foundation-ը, ես ամենակարևորը ինձ համար էս վերջերս, որ Կարվաճարի մեջ այդ գետրոն պատրաստեցինք եւ իմ սիրելի Ֆրեդի հետ, ցայնս չի ելա։ Կարվաճարի մեջ այդ գետրոնը պատրաստեցինք, թատրոնը շատ գեղեցիկ, մոտ $280,000 ծախսեր էինք, քանի անգամ կացել եմ ընդեղ մեր սիրելի Ֆրեդի հետ, շատ հաջող պրոգրամ էր, աղոր սեղաններ, աթոռները գարմիր, վելվետ, գեղեցիկ Կարվաճար Արցախի մեջ, քանի անգամ ինչպես որսի Ֆրեդի հետ գնացել եմ, ընդեղ պատրաստվեց, ամեն ինչ պատրաստ էր, ցածն էլ սենյակներին պատրաստ է երեխաների համար, որ փայդի կորզանեն կամ ալկոր կնեն, շատ հաջող մի բան էր, բայց ինչ որն է, ցավոք սրտիս գնաց, բայց շատ հաճելի է ինձ համար այս գազագերբության հետ աշխատել, ամենը արդեն Լաուրան ամեն մեր գործերը սավ, են մի հատը որ տեսակ մեկը որ հարսանիք էր անում, ծերը գդրված էր, գնացինք իրան դունը սարկանք, իրավանը որ հարսանիք աներ, շատ բադմություններ գա, բայց ինչ որն է, արդեն մեր սիրելի Լաուրան, պետք է ասեմ դոկտոր Լաուրա Մելքոնյան, ամեն ինչ արդեն ասեր էր, ինչ որն է, շատ ուրախ եմ, հբարդանամ, շնորհակալ եմ բոլորիդ, որ եկած եք, հաջողություն։ Շնորհակալություն, շարունակում ենք եւ հիմա ուզում եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր բազմաթիվ միջազգային հեղինակավոր բեմերում հայ մշակույթը ներկայացրած տաղանդավոր երգիչ Էդգար Խաչատրյան։ Քաշիր ուսիդ մատաղ հորի լորի լորո հորի լորի լորո լորի Ռիկնակը դուսա եկալ տանս երան հույսա եկալ Sormin koremer varane Gida sartes uysa yekal Hora ho Apon matach Kujri hodach Hora ho
Yel, 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 Detzavik yel, 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 Եվ ցանկանում եմ խոսքը տալ մեր շատ սիրելի Արարատ հիմնադրամի բարեկամ եւ անդամ համայնքի լավագույն իրավաբան եւ ակտիվիստ Ռիտա Մահդեսյանին։ Դիմավորեք։ Okay, thank you. One of the interesting things about Ararat Foundation is that we form different coalitions. You will see up there all the organizations who support us. We work together, we support each other. Like Ruben earlier, he is from the, I'm sorry. Yes, Learning Commission, yes. So we have Sahman, we have veterans, we have the CINF, and this is made possible partly because the members of the board for Ararat Foundation are also members on other boards, and also the tradition was established by Fred Vartanian, who would always support any organization and who would always support any cause. Եմ հրավիրել BM կրկին երգիչ Էդգար Խաչատրյանի եւ շարունակենք մեր ուրախությունը։ Համար կուզեմ հորովել երկեմ եւ Հայաստանի եւ Ղարաբաղի հորովելը, բայց առանց որևիցե մայկրոյի եւ որևիցե մի բանի օգնությամբ, ուստի խնդրեմ մեկ վարքյան թույլ լռություն, որից հետո շարունակում ենք ուժեղ քեֆ անել։ Լուսը բացվեց, բարին բացվեց, Եզը ջան, հորովել, Եզը ջան, քաշիր, քաշիր, ուսիդ մատա, Riknakë tu sa e kal, tanës jeran, ujsa e kal, sormin kore mervarane, gita sërtes ujsa e kal, hora apon matach, kujri hodach, hora Yezë jan, hora Yezë jan, akber jan, tonara Yezë jan.
Եվ